Ես չգիտեմ օրինակ ինայի մոտ ոնց, բայց իմ մոտ այսօրվա մեր հատուկ տոնական թողարկումը շատ դրական ու այսպես շատ էմոցիոնալ այսպես զգացողություններ ու զգացմունքներ է առաջացնում։ Դրանք ծնողական զգացումներ են։ Զուտ օրվա հետ կապվող ինչ որ մի հատ զգացողություն, որ երբ որ խոսքը գնում է մեր գեղեցկուիների, երբ որ խոսքը մեր գեղեցիկ աղջիկների, գեղեցիկ սեռի մասին է, ես պատասխանատվությունից լարվում եմ։ Մասնավորապես երեխաների։ Մասնավորապես աղջիկ երեխաների, իսկ հիմա էլ շատ հաճելի զրույց ենք ունենալու, իդեպ մեր բոլոր հյուրերից շատ հաճելի զրույց ունեցանք, հիմա նույնպես շտապ ենք արդեն ներկայացնել մեր հաջորդ հյուրին, գեղեցկուհի տաղանդավոր երգչուհի Սոնա Ռուբենյանը մեր տաղավարում, բարի լույս Սոնա։ Բարի լույս, շնորհակալ եմ շատ։ Սիրով, մենք շատ ուրախ ենք, որ դու մեր տաղավարում ես ու մի փոքր տխուր ես ու ինա, որ առանց Մարիի։ Մասնավորապես ես, որովհետև ես Մարիի մեծ երկրպագում եմ, երկրպագուն եմ, իսկապես։ Ինչու՞ նա չկա։ Արդարանամ, շատ երկար կտևեր մեր ճանապարհը դեպի այստեղ, եթե Մարիի հետ գայինք, շատ երկար կպատրաստվեինք, շատ երկար կտևեր եւ ձեր տաղավարի ուղղակի համար, որովհետեւ իր էներգիան ես չգիտեմ ինչպես պետք է զսպեի, այդ պատճառով որոշեցի մենակ գալ։ Լավ, այս անգամ ընդունում ենք, բայց միակողմանի որոշում էր դա, երբ Չէ, միակողմանի չէ, մայրիկներին ամեն ինչ կարելի է։ Սա միակողմանի չէ, բայց արի այսպես պայմանավորվենք, հաջորդ անգամ։ Մենք անցյալ տարի Մարիի հետ իմիջիալոց եկել ենք։ Ինչքան լավ էր, հիշում ես, մենք այստեղ առաջին եւ վերջին Դու չես պատկերացնում, իրոք ինչքան էներգիա ունի։ Տպավորություններից վախեցած, բայց մենք շատ ժամանակ անցկացրեցինք։ Դե հա դուք հա, ես չէ, որովհետեւ ես շատ լարված էի, չեմ հիշում ինչ եմ խոսել, ինչ եմ արել եւ այդ պատճառով որոշեցի։ Ելնելով արձագանքներից մեր սիրելի հեռուստադիտողների շատ այսպես ստացված հաղորդում ենք ունեցել, բոլորը շատ դրական էին արձագանքի։ Լավ, ինչևէ, վերադառնանք մեր զրույցին ու ավանդական, այսպես են մեր այսօրվա դասական դարձած հարցը պետք է հնչեցնենք։ Հնչեցնենք։ Կսպասեմ։ Ես ուզում եմ որ ինան է հնչեցնել, բայց ես երազել ես երբևէ հենց դուստր ունենալու մասին։ Իհարկե։ Երազել եմ, քանի որ մինչ Մարիի ծնունդը, մինչ իմ ամուսնանալը, մեր մեծ ընտանիքում քույրս 3 տղա երեխա ուներ եւ այնքան ես սեր եմ տվել այդ երեխաներին ու իրենցից էլ ստացել եմ մանավանդ առաջին տղային, որ արդեն չէի պատկերացնում ինչպես պետք է աղջիկ երեխայի հետ իմ կապը ստեղծվի, բայց միշտ երազում էի մանկուց արդեն, որ աղջիկ լինի, իր զգեստները, մազերը եւ ուրիշ ձևա մամա աղջիկ կապը ու Մարին այդ երազանքների իրականացումն էր ինձ համար ու հիմա ամեն առավոտ արթնանում եմ ու նայում եմ իրեն ու հասկանում եմ, որ այո, դա երազանք էր, որը իրականացավ։ Իսկ երբ որ իմացաք հենց աղջիկ եք սպասել, այդ ժամանակ ինչպիսին էր տպավորությունը, թե ձեր թե նաև ամուսնու։ Շատ լավ ենք ընդունել երկուսս էլ, այսինքն մտադրություն չունեինք կամ ցանկություն չունեինք, որ տղա լինի կամ աղջիկ լինի, երկու սեռից էլ ուրախանալու էինք հավասարաչափ եւ այդպես էլ եղավ, իսկ հիմա քանի որ մտածում ենք ապագայի մասին եւ ասում ենք ինչ սեռ կլինի հաջորդ երեխան, էլի նույն զգացողությունն է երկուսիս մոտ էլ, որ սերը կապ չունի։ Ինչ որ բան չկա։ Ինչ սերի է լինի երեխան, միևնույն է շատ ենք սիրելու։ Միևնույն էներգիա լինելու, միևնույն է ակտիվ լինելու, ինչը շատ լավ է։ Կյանքը զարդարելու է ամեն օր, ամեն պահ, երբ իր հետ շփվում ենք, այնքանը մեզ ուրախացնում, երջանկացնում, ամեն պահի այնպիսի մի բան կարող է ասել բոլոր ծնողների մոտ է այդպես էլի իրար ենք նայում ես ու Էմիլու ասում ենք չէ ապրես ես վստահ եմ որ չես մոռացել բայց հետաքրքիր օրինակ ամենաառաջին հենց հանդիպումը ինչպիսին էր շատ կախարդական էր երբ որ իրեն տեսա առաջինը ուզում եի ասեի բարև գեղեցկուհի կարծես լույս ճառակ էր իրենից ու շատ կախարդական հանդիպում էր հենց հիմա էլ որ հիշեցի այդ նույն կախարդանքը կարծես միջովս անցավ շատ հետաքրքիր էր իսկ այնուամենայնիվ Մարին ամենաշատում է նման էներգիայով ակտիվությամբ արտակնապես
Երկուսիս էլ նմանեցնում են, ավելի շատ արտակնապես հիմա Էմիլին են նմանացնում, ամուսնուս, բայց երբ որ փոքր տարիքի իմ նկարները նայում են մարդիկ, ասում են չէ, եւ ինձ լավ ճանաչող մարդիկ, իմ էներգիան իմացող մարդիկ, ամբողջովին հասկանում են, որ չէ, ինձ է նման, էներգիայով ավելի շատ, երկուսիս էլ նման է, բայց ինձ շատ ավելի շատ լավ ճանաչող մարդիկ, իմ ընկերական շրջապատը եւ այլն, ասում են քեզ շատ նման։ Որ ասում որ ավելի շատ ազատ ես, ավելի այսպես ակտիվ ես, որ ասում կարելի անել խենթու խելառություններ, խենթություններ։ Խենթու նման է, այո։ Մարին շատ մեծ հեղինակություն է վայելում սոցիալական ցանցերում, ինչ շատ հետաքրքիր է, արդյոք նա գիտի դրա մասին, ինչ հեղինակություն ու համբավ ունի ինքը։ Չգիտի, երբ որ դրսում մոտենում են ու ասում են կարող ենք նկարվել, ինքը դե չի հասկանում։ Մտածում է բոլորին էլ այդպես մոտենում են առաջ։ Նորմալ երևույթ է։ Նորմալ երևույթ է։ Ասում են ինքը հասկանում, ասում են ինչպես կարող ենք հասկանալ, էլի, չէ բնականաբար, դա մեր ծնողներից որոշումն էր, բայց մի տարի պահել ենք, մի տարի նկարներ չենք հրապարակել, բայց հետո արդեն հասկացա, որ չեմ կարողանում ու միասին որոշեցինք, որ թեթև նկարներից Եվ ամեն ինչ միշտ տենցել իր մեջ, թեթև, ամեն ինչ թեթևություն։ Ինչ սպասում այն արձագանքը, որը որ ստացանք, բայց հետաքրքիր կլինի Մարի արձագանք, երբ որ գիտակից արդեն տարիքում կամ հասակում հասկանա, թե ինչ են որոշել իր ծնողները։ Արդյոք դրան կմոստանա, թե սեր է ստանում, թե սոցկայքերով, թե իրականում փողոցում ուղակի քայլելով, այնքան լավ խոսքեր են մարդիկ ասում, ինձ էլ Մարին էլ, որ չգիտեմ այդ սերը ճիշտ ուղղությամբ է գալիս ու շատ ուրախ եմ, որ մենք այդ սերը զգում ենք ու մենք էլ այն մարդկանց ենք սիրում, ովքեր լավ խոսքեր են ասում ուղղակի, փողոցում անցնելիս անծանոթ մարդիկ մոտենում են այնպիսի խոսքեր են ասում, որ օրը լիցքավորվում է, տրամադրությունը լրիվ պայծառանում է ու սոցկայքերով էլ շատ են գրում, լավ էներգիա ենք ստանում, ինչ ասեմ, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Շատ սիրում եմ Մարին տեսախցիկի հետ աշխատել։ Օրինակ, եթե որոշի դերասանուհի դառնալ կամ ես տեսել եմ նույնիսկ որ շատ է սիրում երգել եւ բավականին լավ տարիքի համար։ Բարելը։ Բարել երգել։ Բարելուն խնդրում եմ շատ ուշադիր եղեք։ Ռիթմի զգացողությունը շատ պլաստիկան էլ է շատ լավ, ճկունությունը։ Ոնց արձագանք եմ մայրիկն ու հայրիկը, եթե որոշի դերասանուհի դառնալ կամ մայրիկի ճանապարհը բռնել։ Մայրիկն ու հայրիկը միայն երջանիկ կլինեն, եթե Մարին իր սիրած գործով զբաղվի ու դառնա այն մասնագետը, դառնա այն մարդը, ով ամենալավն է անում այն գործը, որը որ կընտրի։ Ինչ լավ պատասխան։ Հա։ Բայց հետաքրքիր է, լավ, ինչպես ընտրեցիք հենց Մարի։ Ինչու հենց Մարի անունը։ Ես 3 տարբերակ ունեի, Էմիլի, Էվա եւ Մարի, եւ միասին որոշեցինք, որ նա լինի Մարի, քանի որ ամուսինս ինձ զիջեց այդ գեղեցիկ պարտականությունը անունները ընտրելու եւ միասին արդեն որոշեցինք, որ պետք է նա լինի Մարի։ Ու հիմա որ նայում եմ, ասում եմ, ինչ համապատասխան է իրեն իր անունը։ Իրոք այդ տեսակ մի ճշմարտություն կա, որ պետք է մարդուն համապատասխան լինի իր անունը։ Ինչպես եք միասին ժամանակ անցկացնում Սոնը։ Բացի էներգիան պարպելուց, վազվզելուց եւ քմահաճույքներն իրականացնելուց։ Շատ խոսում ենք, զրուցում ենք, ինքը շատ է սիրում քայլել, զբոսնել, այգիները շատ սիրում վազել, ազատ տարածություն, որտեղ ինքը իր այդ էներգիան կկարողանա ծախսել, պարել է շատ սիրում։ Խոսում ենք միասին շատ, մեծ մարդու պես նստում ենք իրար հետ խոսում ենք եւ ես հենց այդպես էլ ընկալում եմ որպես առանձին անհատականություն եւ չեմ կցում ինձ եւ ծնված օրվանից էլ ես մտովի պատկերացրել եմ որ ինքը առանձին անհատականություն է եւ պետք է մեծանա հենց այդպես, այսինքն սիրո մասին չի խոսքը, սեր տալիս եմ անչափ, բայց մտովի ինձ կցելու այդ ցանկությունը չունեմ, ուզում եմ ինքը առանձին, որպես մարդ հենց այս տարիքից էլ ձևավորվի, որովհետև ես ունեցել եմ իմ ծնողներից այդ ազատությունը եւ ուզում եմ, որ ես էլ ու մենք էլ ինչքանով կկարողանանք իրեն այդ ազատությունը փոխանցել։
Կա, բայց ամեն դեպքում ինչ որ մի զբաղմունք, որ ամենասիրելին է ձեր օրակարգի, իրար հետ ժամանակ անցկացնել։ Առավոտյան շատ վաղ է արթնանում, գիշերը, երբ որ արթնանում է ու ես հազիվ փորձում եմ քնել, հոգնած, համերգից կամ նկարահանումից, արթնանում եմ, ասում եմ՝ «Մամա, արի գնանք հյուրասենյակ, խաղանք»։ Այնպես է ասում, կարծես ես պետք է ասեմ՝ «Մարի, արի», ու այդպես է լինում։ Դե, հա։ Ասում եմ՝ «Դե արի, գնանք»։ Գնում ենք մի աչքս փակ, մի աչքս բաց, ինչ որ բանով զբաղվում ենք ու վերադառնում ենք, էլի քնում ենք, վաղ արթնանում է, այդ առավոտյան ժամն եմ սիրում, երբ մինչ մանկապարտեզ գնալը իրար հետ անցկացնում ենք եւ ամենասիրելի իմ պահը մանկապարտեզից իրեն դիմավորելն է եւ երբ որ ավտոբուսը իրեն բերում է եւ գնում եմ ես այդ ավտոբուսի աստիճանների տակ կանգնում եմ ու սպասում եմ երբ պետք է դուռը բացվի ու ես իրեն դիմավորեմ, այդ ամենաերանելի պահն է։ Դե եւ շաբաթ կիրակի օրերը, որ տանն է ինքը ու մենք անցկացնում ենք արդեն, եթե ես ազատ եմ, Էմիլը ազատ է, միասին դա մեր ընտանեկան օրերն են։ Կիրակի օր անպայման եկեղեցում ենք լինում, եկեղեցի ենք գնում եւ ինքը շատ սիրում է ու հետո արդեն ինչ որ մի բան, այգի կամ ինքը շատ է սիրում խաղալու տեղ։ Խաղալու տեղ ենք գնում։ Խաղալու տեղ ենք գնում, մամա, ասում եմ այո։ Ինչ պետք է անպայման սովորի Մարին։ Սովորի իր ցանկությունները, իր կամքը ճիշտ դրսևորել։ Սովորի բարի լինել, հարգել մարդկանց, ինչը ես շատ եմ կարևորում, թե երեխաների այդ տարիքից ամեն ինչ սկսվում է, կարծում եմ, ու երեխան հենց այդ տարիքից պետք է սովորի։ Էլ ինչ, լավ հատկանիշներ ունենա։ Մարդկանց հարգի, իրեն հարգի նախ եւ առաջինը, իր ցանկություններին ուշադիր լինի եւ հավատարիմ լինի։ Հենց ինքն իրեն հավատարիմ լինի։ Իսկ ինչ կուզես, որ միշտ հիշի։ Ենթադրենք 15 տարի անց, երբ Մարին արդեն դեռահաս կլինի ու օրերից մի օր կտեսնի ես եթերը, ինչ որ մի բան, որ մայրիկը միշտ ուզում է, որ Մարին հիշի։ Միշտ հիշի, որ ես իրեն շատ եմ սիրում, եւ մենք ենք շատ սիրում։ Ես իրեն ամեն օր ասում եմ, որ Մարի, ասում եմ Մարի, ասում է հա մամա, ասում եմ ես քեզ շատ եմ սիրում, որովհետեւ դա շատ կարեւոր է, որ երեխան միշտ իմանա, որ իրեն շատ սիրում են եւ ասում ենք եւ տալիս ենք այդ սերը ու սիրո մեջ մեծացող երեխային կարծում եմ լավ ապագա է սպասում։ Ինչին է պետք ամենաշատը ուշադրություն դարձնել աղջիկ երեխայի դասիրակության մեջ, որպեսզի նա անհատ մեծանա։ Ինչպես ես եմ մեծացել, մի քիչ առաջ էլ նշեցի, ազատություն եմ ստացել, բայց այդ ազատությունը չափավոր է եղել, այսինքն եւ ստացել եմ այդ ազատությունը եւ հետեւողական են եղել ծնողներս ամեն հարցում, վերահսկվել է ամեն ինչ եւ օգնել են, այսինքն ես երբեք վախ չեմ ունեցել, որ ծնողներիս պատմեմ, որ ինչ որ մի դժվարություն ունեմ կյանքի ես մի փուլում։ Ես շատ հանգիստ վստահել եմ իրենց եւ եթե դժվարություն էլ ունեցել եմ, չեմ վախեցել եւ պարզ գնացել եմ, նստել եմ ու ասել եմ ես այս դժվարությունը ունեմ։ Ու իրենք միշտ ինձ օգնել են։ Ու բնականաբար նույնը կուզեմ փոխանցեմ իմ աղջկան, որ երբեք վախի զգացողություն չունենա ծնողներից, կիսվի եւ հույս ունենա ու հավատա, որ ամեն հարցում իր ծնողները իր կողքին են։ Վախ, եւ որպես գեղեցկագույն զրույցի ամփոփում թույլ տվեք հարցնել, ինչպիսի հասարակություն ես երազում քո դստեր համար։ Ինչպիսի հասարակություն։ Դե Հայաստանում եմ պատկերացնում իմ կյանքն էլ, իմ ընտանիքի կյանքն էլ, իր կյանքն էլ, ու հուսով եմ, որ ոչինչ չի խոչընդոտի իմ պատկերացմանը, հենց այդ ուղղությամբ, ու սովորեցնում եմ նաև սիրել հայրենիքը, ասում եմ նայի սարերին, կամ ինչ-որ տեսարան է, ասում եմ գեղեցիկ է Մարի, ասում եմ այո, ասում եմ դե քո հայրենիքն է։ Բնականաբար ինքը այդ տարիքում չի կարող հասկանալ ինչի մասին է խոսքը, բայց
Ուզում եմ որ ասեմ, այս տարիքից թող իր մեջ տպավորվի, որ գեղեցիկ է իր հայրենիքը, որ սիրի ու այդ սերը իր մեջ մեծանա։ Ու հայրենիքը սիրող, հոգատար ու բարի հասարակությունում եմ ուզում որ մեծանա։ Այնքան լավ բան ասեցիր։ Մենք տենց ուշադիր լսում ենք ու պատկերացնում, դե Եվ այնքան պետքական։ Պետքական, Խոսքը ուժ ունի, պետք է ասենք, որ միանշանակ, իսկ մեր տաղավարը առասարակ իր ուժն ունի։ Այստեղ ինչ ասում ենք, միշտ գրեթե լինում է, նույնիսկ մենք էլ ենք հետևողական, ասում ենք, հետո սկսում ենք հետևել մեր հյուրերի հետ կապված, արդյոք դա եղավ թե չէ։ Շատ շնորհակալություն Սոնա, որ մեր տաղավարում էիր։ Մարին հուսով եմ ես դիտի, Մարի, մենք քեզ անամբեր սպասում ենք ու ջերմ ողջուներ ենք։ Սիրում ենք։ սրտիկ եմ անում, Մարի։ Շնորհակալություն քեզ, լավ օրվա շարունակություն։ Շնորհակալ եմ շատ։ Մենք միշտ ուրախ ենք քեզ մեր տաղավարում տեսնել, բայց արդեն պայմանավորվել ենք հաջորդը Մարիի հետ է լինելու, չէ՞։ Միանշանակ։ Okay։ Իսկ մենք շարժվենք առաջ, կլսենք շատ լավ երաժշտություն, որից հետո կվերադառնանք ու կշփվենք մի փոքր էլ։